Ջրի արտահոսքի հետքերով բնակարանա հին Խրուշևյան շենքա, այստեղ ունենք sense խոնավացած հատված, արդեն որոշակի ժամը ստուգում եմ, այսինքն այստեղ մենք ունենք խոնավացած հանգույց, ջրագծերն եմ ճնշումով ստուգել, ջեռուցման համակարգն եմ ճնշումով ստուգել, առայժմ հակված եմ նրան, որ պարագեներացիա է, քանի որ ընդհանուր հատակը գերխոնավ է, ասեցի Խրուշևյան շենքա ու նկուղ չկա, էլի, այսինքն տակից ինչ-որ խոնավությունը, կոնդենսատի տեսքով այս տերևիկին բարձրանում ու այդ այն հատվածում, որտեղ ջեռուցման համակարգն է, մենակ ստեղ արտահայտվեն, այսինքն իրան ասես տրասերով կայմ արա, այս տերևիկի պարագեներացիա է, բայց դեռ կոյուղին չեմ ստուգել, կոյուղին ստուգենք հասկանանք։ Դե ինչ կոյուղի ներսից տեսա դիտարկելով, սենց մի հատ հանգույց եմ գտել, այսինքն ջարդած հանգույց է, ճուգունի մեջ, խողովակաշարը ստեղ ներսը, տան ներսը ու մինչև այս ճուգունի հանգույցը փոխած է, այսինքն սա ջարդված հանգույց է, սա միանշանակ թողում է, ինքը թողում է, այսինքն մուտքի ես հատվածում, այսինքն այստեղ է ինքը կոյուղին գտնվում, նկուղում հաշվելություն չկա, պետք է դատարկվի, մի խոսքով տակից սա կոնդենսատի հաշվին է բարձրանում, իսկ ստեղ արտահայտվել է, որովհետև պարագեներացիայի ինչ-որ sense խնդիր է, դրա համար ստեղ sense արտահայտվել է, հատակը ընդհանուր գերխոնավ է։ Առաջարկել եմ այս հատվածում, այսինքն այս պաձեզդի այս հատվածում պետք է ստիպված քանդեն, խորացնեն մոտ 50 միգուցե ավել խորություն, որպեսզի կարողանան շիբինով ինչ-որ դրինաժային հատված հավաքեն, որ խոնավությունը վերև չբարձրանա։ Պատվիրատուն որոշել է քանդի։